դիտորդներ, կրկին, ահա, մենք հանդիպեցինք եւ մեր կարևոր թեմաներով, կարևոր նյութերով, նաեւ ինչու ոչ ձեր կողմից մեզ առաջարկված հարցերով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ։ Եվ կրկին մեր հյուրն է Դավիթ Փարազյանը։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն, Ինչպե՞ս ես։ լավ, հրաշալի, Տևական ժամանակ է, եթեր չեն կարողանում անել, դե մի քիչ զբաղվածության խնդիր կար, բայց փառք Աստծո, որ այսօր հաջողվեց եւ կարող ենք անել։ Ի դեպ, հենց այդ փառք Աստծո բառի հիման վրա մեր հետևորդներից մեկը մի հարց էր տվել դիտորդներից, որ ինչու ենք ասում փառք Աստծո։ Միթե դա շնորհակալություն չի, երբ որ մենք ասում ենք ինչ որ մի բան հաջողվելուց, ասում ենք փառք Աստծո։ Հետաքրքիր հարց ա տվել, կցանկանամ դու քո դիրքորոշմամբ, քո տեսակետից պատասխանես այս հարցին, Դավիթ ջան։ լիացել Փառք Աստծո, դա աստվածային ուժին փառաբանությունը։ Եթե դա կարելի է տեղավորել գոհության դաշտում, խնդրեմ, ինչի՞ չէ, դա մեզ չի ուրվատ բան է, խնդիր չկա, միշտ կարելի է փառք տալ, բայց փառք տալուց հետո, եթե հարցը վերաբերում է այն դաշտին, որ խոսում էինք ժամանակին աղոթքի եւ գոհության կարեւորության մասին, այդ դեպքում, երբ որ փառք ենք տալիս Աստծուն եւ սկսում ենք թելադրել աղոթքի տեսքով մեր խնդրանքները, արդեն նորից սկսում ենք կոտրել այդ մեր փառաբանության ուժը։ Համենը դրա մասին է խոսքը։ Եթե վստահում ենք արարչական ուժին կամ աստվածներին, ամեն մեկը թող ինքն ընտրի, որ ուժի գրող է։ Եթե մենք վստահում ենք համապատասխան ուժին ասելով թող քո կամքը լինի ինչպես երկնքում այնպես էլ երկրի վրա, արդեն կարիքի չի լինում, իմաստը կորում է խնդրանքներ ուղղելու, ինչպես ասվում է մեր ամենօրյա հանապազոր հացը տուր մեզ, մեր մեղքերից հեռու պահի եւ այլն։ Այդքան բան։ Իսկ հիմնականում ես կուզեմ ուղղակի մի ճշտում էլի անեմ, Աստված ունի մեր փառք տալու կարիքը։ Այսինքն նա սովամահ կլինի, եթե մենք իրան փառք չտանք, այսինքն նա հույսը դրել է մեր կողմից տված փառքի վրա։ Եվ երբ որ այնտեղ ասում է եւ Աստված մարդուն ստեղծեց իր փառքի համար, սա մի տեսակ էգոյի կողմից ուղված ինչ որ մի բան չի կամ առևտուր չի, որ եթե ես իմ երախոմ պետք է ունենամ, ես երեխա պետք է ունենամ իմ փառքի համար, որ այդ երեխան դառնեմ ստրուկ, ինձ ծառայի եւ ինձ ծերության ժամանակ պահի։ Այսինքն ինչ ասել է Աստծո փառքի համար ստեղծվեցինք։ Եվ ինչու մենք պետք է ասում փառք տանք եւ արդյոք Աստված ունի մեր տված փառքի կարիքը։ Եթե մենք չտանք այդ փառքը, ինքուրեմ երկնքում էլ կդադարի Աստված լինելուց։ Ոնց որ ընտրության ժամանակ մենք պետք է քվեարկենք, մեծամասնությամբ ում ենք ուզում ընտրենք, մեր քվեարկությունները պետք է որոշեն, թե ով պետք է անցնի դառնա նախագահ։ Եթե դա չանցավ, ինքը դուրս կմնա այդ պաշտոնից, ուրիշը կընտրվի։ Հիմա լավ է, որ մենք այդ փառքը պետք է բերենք, որ ինքը այնտեղ մնա որպես էլի Աստված։ Դե չկարող է գահանկեցնի ուրիշը նստի։ Ես հենց եմ հասկանում, ինչ կարիք կա փառք տալը։ Փառք չունի ինքը, որ մենք պետք է փառք տանք։ Մեր փառքին է մնացել։ Սա է ասենց, ես հարցեր ինձ երկար եմ տվել, ու իմ ներսում գիտեմ որոշակի դրա պատասխանը, բայց նաև հետաքրքիր է, որ մի հասուն արթուն գիտակցություն եւս այդ հարցին կարող է անդրադառնալ ու պատասխանել իր տեսակետից։ Դավիթ ջան, սիրով լսում ենք։ Եթե ինձ էր ուղված հասուն եւ արթուն, չգիտեմ հասուն եմ թե արթուն, ամենայն դեպս փորձեմ տեսանկյունը ասել, Սևակ ջան, փառաբանությունը դա մենք ենք որոշում փառք տանք թե չտանք։ Իհարկե, արարչական ուժի մասին չեմ խոսելու, որտեղ արարչական ուժը ամեն դներին ոչ ինչի կարիք չունի, որովհետև ինքը այդ ուժը ամեն ինչում է եւ ամենուր, այսինքն ամեն ինչը իրանում է, ոչի կարող կարիք ունենա որևէ բանի։ Իսկ ինչ վերաբերում է աստվածային ուժերը իրոք կարիք ունեն, թե փառաբանության, թե որ իրան ծառայեն աշխարհիկ ուժերը եւ այլն, նույն տեզերական ուժերը, որովհետեւ այդտեղ իհարկե դա սնունդ է,
առանց դրա գուցե չկարողանան երկար կյանք ունենալ, չեմ կարող իրենց փոխարեն ասել, բայց փաստը ունենք, որ ոչինչ պատահական չի լինում։ Ինչ վերաբերում է, որ մարդուն ստեղծեց օգուտ քաղելու համար, ասեմ շատ պարզ օրինակ, որ հիշում եմ մեր պապերի ժամանակ, որ շատ երեխային փորձում ունենալ, չնայած շատ երեխա ունենալ միշտ մեր նման, մեր հայոց երկրի համար շատ կարևորագույն դեր ունի, բայց իրանք մեծամասամբ ունեն շատերը այն գաղափարով, որ հողագործության ժամանակ իրանց օգնականներ լինեն։ Այդպիսի գաղափար կար, ես լսել եմ, շատերը լսած կլինեն, այն ինչ պետք է սերունդը շատ շատանա, բազմանա, բայց ոչ թե ինչ-որ օգտակար լինելու համար միայն։ Այ միակ օգուտը, օրինակ մեր հիմա հայոց ազգին միակ օգուտը պետք է լինի բազմացումը, եւ այդ բազմացման օգուտը տարածքները լցնել, որը դատարկված է։ Այո, դա էլ է օգուտ, բայց գոնե էգոյի դաշտի օգուտ չի, դա տարածքի եւ ընդհանուր օգուտի մասին է խոսքը, մենքի մասին է խոսքը, ոչ թե եսի։ Եթե փոքր եսի օգուտի մասին խոսում, իհարկե էգոյի դաշտն է։ Իսկ ինչ վերաբերում է նյութական աստվածության այդ փառք պահանջելու, որ ամենուր տեսնում ենք, եւ ասում ամենուր փառաբանեք ինձ եւ այլ զոհեր մատուցեք, իհարկե ցույց է տալիս նույն այդ էգոյի արկայությունը, եւ այդ ամենը ճանաչելու համար ընդհանրապես եթե ճանաչում ենք մեր ֆիզիկական մարմինը իր ցանկություններով, երբ որ սափարություններ ենք ուզում ստանանք միշտ, երբ որ միշտ աշխատում ենք մեր ցանկությունը առաջ տանենք, թեկուզ թալանի, թեկուզ խաբեության միջոցով, այդ ամեն ինչը նույն արտացոլանքն է նյութական աստվածության քայլի, ասենց ասեմ, որտեղ մեր նյութը նույն հայլեն կամ արտացոլանքն իր գործողություններով ամբողջովին ցույց է տալիս համապատասխան էներգիա, համապատասխան աստվածության գործողությունները։ Ընդհանրապես պետք է ճանաչենք ինքներս մեզ թե նյութական թե հոգևոր մարմինը, որպեսզի կարողանանք ճանաչել տիեզերքը։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, որովհետև ես այո համակարծիք եմ, որ մարդը պետք է հարգի նաև իր մարմնի ցանկությունները, որտեղ դա պատական չի տրված, հոգին այս մարմնով է գնում եւ գալիս, եւ սա ինքն է ընտրել այս մարմինը եւ իրեն շատ անհրաժեշտ է եւ պետք է, այո, նաև պետք է հարգել, եթե հոգին հարգել է այս մարմինը, ուրեմն դու էլ պետք է հարգես եւ հոգաս նրա մասին, անկախ ամեն ինչից, ինչպես կլինի այդ հոգացությունը, եթե այնքես բավարարվածություն եւ երջանկություն է պատճառում, չվնասելով մյուսներին եւ չխաթարելով նրանց ազատությունը, այսինքն թող ամեն ինչ լինի ազատ կամքի հիման վրա, երկուստեք համաձայնությամբ, եթե կլինի։ Ուրեմն ինչի համար եմ մենակ ավելացնեմ այն պահը, որ եթե փառաբանություն ենք անում, շատ կարևոր է դա էլ գիտակցված անել, ուղղակի ոչ թե խոսք, որ ասվում է, այլ գիտակցաբար փառաբանություն տալուց կապ չունի աստվածությանն ես տալիս, թե որ ուժին ես տալիս, այդ ժամանակ խոսքը անպայման տեղ կհասնի եւ կարծում եմ իր օգտակարությունը կթողնի։ Ինձ համար ամենամեծ փառաբանությունը երախտագիտությունն է եւ շնորհակալությունը եւ սերն ամենի հանդեպ ինչ որ ունես։ Մնացած փառքերը արդեն շովինիզմի ժանրից է եւ իշխող նկատառումներ ունի։ Ինչի համար եմ սա ասում, կան մարդիկ, ովքեր օրինակի համար Եհովայի վկանները կամ որոշակի այլ աղանդի պատկանող անձնավորություններ, չեմ ուզում ասենք ինչ որ իրենց սպիտակավորել կամ այս ամենը չեն խոսում իրենց վարկաբեկելու կամ մեղադրելու համար, քավլիցի, ամեն մեկը ազատ է ընտրության մեջ, ով ինչ անի իրեն կանի, ով ինչ սանի այն կհանձի։ Դրա մասին չի խոսքը, բայց շատերը իրենց սպանելով փորձում են պահել որոշակի պատվիրաններ զուտ նրա համար, որպեսզի չնեղացնեն Եհովային։ Վայ, ես այսպես չեմ կարող վարվել, ես չեմ կարող ծնունդ նշել, ես չեմ կարող նոր տարի անել, ես չեմ կարող սա խմել, որպեսզի չնեղացնեմ Եհովային, որտեղ նա պատվիրել է, որ այսպես մի արեք, այնպես մի արեք, ջանդամ թե դու թե կմեռնես, թե կապրես, թե քո սրտով ա, քո սրտով չի, եւ այդ դժգոհության ալիքը, որ քո օրգանիզմը քեզ շիներ եւ հիվանդություն կտա, ոչինչ, դու մեռի գնա, կարևորը Եհովային չնեղացնես։ Այսինքն այս թյուր ըմբռնումը, այս ծայրահեղությունը
երբ որ մարդկանց մեջ դրած է, որ երբ որ իրանք լսում են մարմնի ինչ-որ մի որոշակի հաճույք կարա տեղի ունենա, որովհետև ի վերջո դու ապրում ես այս արտաքին աշխարհում, ուզես չուզես այդ էներգիաների ենթակա ես, դա անպայման սատանայից է, պիղծ է ու ոչնչացնելի է, դու դրանով Աստծուն քարկոծեցիր, նեղացրեցիր, վիրավորեցիր։ Եթե ես կարծում եմ այսպես, եթե Աստված քեզ սիրում է իր համար, քեզ տրկացնելու եւ ծառայեցնի իրեն, եթե Աստված քեզ սիրում է քո համար, որ նրա համար որ դու գոյություն ունես, նա միայն երջանիկ կլինի տեսնելով որ դու երջանիկ ես։ Հենց նա դրա համար է քեզ ընդունում ու սիրում, միշտ նրա համար որ դու ուղակի արդեն գոյություն ունես։ Այս դեպքում իրանք ծառայում են Եհովային չնեղացնելու։ Ուրեմն էգոիստական սեր է, որ ցավոք սրտի մենք հասարակ մարդկանացուներս մեկս մեկ հետ այդպես ենք վարվում։ Եվ մենք սիրում ենք դիմացինին նախ մեզ համար, ոչ թե սիրում ենք դիմացինին նրա համար ուղակի որ նա կա։ Եվ նա ինչու որ երջանիկ է, մենք պետք է երջանիկ լինենք։ Չէ որ դու կաս, որ այս ամեն ինչը կա, դու չկաս, չկա այս ամեն ինչը։ Այ սրա մասին է խոսքը, Դավիթ ջան, ես կուզեմ մի երկու բառով նաև անդրադառնաս այն բոլոր մարդկանց, ովքեր կարծում են, որ Հիսուսին նեղացրեցին, պատվիրանազանց եղան, հավատուրած եղան, Եհովային նեղացրեցին, վայ եսի չարեցին ու իրան գնում են էներգետիկ անտեսանելի շղթայով ստրկացված ապրում են իրաց կեղեքելով, ինքնակեղեքմամբ զբաղվելով, կարծելով թե դրանով Աստծո աշկը մտան եւ երկնքում մեծ վարձի կարժանանան, թագուպսակների կարժանանան, այնտեղ Աստված կասի ապրես բարի հավատարիմ ծառա, մտիր քո տիրոջ հանգիստը, այսպես բան, այսեն շովինիզմի ժանրով կրոնը բերեց, կաշառեց դրախտով, վախացրեց դժողքով եւ ծառայեց մարդկանց, ծառայեցրեց։ Սրա մասին է խոսքը, Դավիթ ջան, շնորհակալ եմ, ուրախ կլինեմ քո տեսակետը եւս լսելու։ Սևակ ջան, պատասխանեցիր հարցին։ Իմ տեսակետի կարիք չգիտեմ կա թե չկա, բայց մի փոքր առակ հումորային առակ կարամ պատմեմ ավելի ընկալման համար, ինչ վերաբերում է այն հարցին, որ ինչ-որ բան անենք, որ հանկարծ կամ ինչ-որ բանից հրաժարվենք, եթե նման կարիքները պետք է նեղացնեին քո մարմինը ստեղծող Աստծուն, այդ դեպքում այդ հնարավորությունները կամ ցանկությունները ինչու ստեղծվեց քո մեջ, այդ ուղղությամբ մտածեք, որտեղ այդ ընդհանրապես դուք ինքներդ եք, որ չեք գիտակցում եւ վիրավորում եք համապատասխան աստվածությանը, նույն Եհովային մարմնական դաշտ աստվածության մասն խոսեմ թեկուզ այս պահին, որովհետեւ եթե դուք չեք գնահատում իր տված հնարավորությունները, կոնկրետ օրինակը, եթե քո խոսքով բերեմ ամուսնություն, բազմանա, որը մարմինը այդ պահանջը ունի վերջո, դու չես գնահատում տվյալ աստվածության տված հնարավորությունները։ Այդ դեպքում դու նաև իր կողմից չես ստանալու այն շնորհները, որտեղ չես գնահատել ուղղակի։ Չգիտեմ ովքեր են խաբում, որտեղ կան շատ խմբավորումներ ու մարդկանց գուցե հիպնոզի մեջ պահելու մեթոդներով ամեն ինչ անում են, որ այդ մարդիկ ընդհանրապես ստրուկի կարգավիճակում օգուտ բերեն իրանց այդ կազմակերպությանը, բայց ամենամեծ օգուտը նա է նման կազմակերպությունների, որ մարդիկ թեմբիրի մեջ մնալով չարթնանան, որովհետև երիկա մարդու քանակը շատ եղավ, արդեն այս ֆիզիկական աշխարհի իշխանությունը կվերցնեն իր ձեռքը։ Չեմ ասում այդ դաշտերի իշխանությունը, դրա համար մի քիչ ձեռ չի տալիս երևի, բայց անցնեմ առաքին ավելի ընկալելու համար, որից հետո կարծում շատերը ավելի կսկսեն գնահատել իրենց ցանկություններն ու կարծիքները։ Լինում են երկու հարևան, մի հարևանը շատ նվիրյալ, իր ողջ կյանքը, ողջ ցանկությունները կողքի դրած ծառայում Աստծուն, միայն փորձում է ամեն ինչ նվիրաբերի ծառայության համար, իսկ մյուս հարևանը օրվա աշխատանքը, օրվա եկած եկամուտն ու Աստծո տված շնորհները, ասենց ասեմ, փորձում է ուտի խմի, վայելի, այդ պահը վայելելով զբաղվում։ Մի խոսքով լինում է այնպես, որ երկու հարևան միասին մահանում են, հայտնում են բարձրալ Աստծո կողքին։ Աստված այն հարևանը, որը անդադ վայելքների մեջ էր, ասում է արի նստի կողքս մի հատ, նստացնում է կողքը, իսկ այն հարևանը, որը միշտ ամբողջ կյանքը նվիրել էր աստվածային ուժին ծառայելուն, ասում է
Դե արագ սեղանդիր մեր համար, որ մենք վայելենք, ասում եմ, բայց կներես Աստված ջան, արդար չի էլի, ես ամբողջ կյանքս նվիրեցի քեզ ծառայելու համար, թե աղոթքներով, թե ամեն ինչով, իսկ այս մարդը ամեն պահը փորձում էր հաճույք վայելել, իսկ դու հիմա նստացել ես իրան քո կողքին, ինձ ասում ես մեր համար ծառայությունը, ասում եմ, բայց անարդարը որտեղ Աստված է ասում, չէ՞ որ ցանկությունը քոնն է եղել մի ամբողջ կյանք, որ դու ծառա լինես։ Դրա համար ես քո սրտով տարսեմ քեզ եւ ասում դու ծառայի, իսկ այս մարդը քո հարևանը իմ տված ամեն վայրկյանը փորձել է վայելի։ Իսկ ես տեսնելով, որ իմ ամեն մի շնորհը, ամեն մի հնարավորություն ինքը վայելել է լիարժեքորը, հիմա իմ կողքը նստած, ես իր սրտով եմ տալիս իրան։ Ինքը թող իմ հետ միասին իմ կողքը վայելի, դու հիմա մեր համար ծառայություն արա, որտեղ դու ես դա ցանկացել։ Ու ես խնդրել, այո։ Հումորային առակա, բայց ինքը շատ Շատ արագ է։ թարգմանական եւ խորհրդեր ունի, կարծում եմ անկարելի է շատերի համար, ովքեր կլսեն եւ ինչ արած, կարող են օրինակ վերցնել, պատահական չէ որ Հիսուսն էլ, Բուդդան էլ եւ բոլոր մեծամեծերը միշտ հնարավորինս առակներով են խոսում, որտեղ շատ անգամ հեքիաթներն ու առակները շատ ավելի խոսուն են, քան մենք ենք կարծում։ Դա իմ կողմից։ Շատ շնորհակալ եմ։ Առակը շատ լավն է, իրոք դուրս եկա, որովհետև հենց տենց էլ կա։ Իրականում ամեն մարդ ինքն է ընտրում այն ճանապարհը, որով ինքը ուզում է գնա եւ արարիչը չի ստիպում, ոչ մեկ էլ չի խանգարում։ Ուզում ես լինես ոչխար, կլինես ոչխար, միևնույնն է, գայլը քեզնով կկշտանա։ Ուզում ես լինես գայլ կամ ուզում ես լինես խոտ, եղիր խոտ, ոչխարը քեզ կարածի։ Այսինքն դու ես ընտրում ով լինես։ Արարիչը այդ տեսակետի չի խառնում մեր գործերին եւ շատ հաճախ մեր միտքն է անում մեզ այդ այն, ինչը որ մենք վերագրում ենք տարբեր ուժերի։ Թող լինի, եթե դու պատկերացնում ես լիմոն քո մտքով եւ քո բերանը ջրակալում է, լիմոնը չարեց, քո միտքն արեց, որտեղ դու լիմոնի մասին ունես այդ պատկերացումը, որտեղ ինքը թթու է։ Եվ անգամ միայն մտքով նրա մասին մտածելով դու ստեղծում ես այդ զգացմունքը, այդ զգացողությունը քեզ համար։ Մի խոսքով մարդու վրա շատ բաներ թողած, բայց կարողացել են մարդկանց այս դարերի ընթացքում համոզել, որ չէ, դու ով ես, դու ոչնչություն, դու Ադամա մեղավոր, Ադամա մեղով, ծնված մեկն ես, ով է մարդը, որ Աստծու հետ համեմատվի, դու ոչնչություն ես, հողի փոշի ես, դու մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ես, Եսայի մարգարեն այդպես ասես, ոտի ծերից մինչև մազի ծերը բռնվելիք տեղ չկա, այլ Հիսուս եկավ արդարացնելու համար մարդուն, ինքը դառավ մեղավոր հանցագործ, իր թողած թափած այրունով լվաց եւ մաքրեց մարդու մեղքերը, ով դու ապերախտ մարդ, եթե դու չես ընդունում Հիսուս Քրիստոսի զոհը, ապա դու ոտնակոխ ես անում նրա սրբասուրբ այրունը, ապա հայրն էլ քեզ հետ նույնպես կվարվի, ինչպես դու մերժեցիր Հիսուսին, հայրն էլ քեզ կմերժի, որտեղ այնտեղ Հիսուսն է, չէ՞ ասում, ինչ որ այդպես գրված կա, իհարկե վստահ եմ, որ նա չի ասել նման բան, իր բերանով ասել են, ասում է, ով որ ինձ կվկայի բոլորի առաջ, ես էլ հոր մոտ կվկայեմ նրա համար, ով որ ինձ կմերժի բոլորի առաջ, ես էլ հոր մոտ կմերժեմ նրան, այսինքն ես էլ իրան այնտեղ կդնեմ կողքի եւ այս խոսքերը դառավ այտենց վարդապետության հիմք, որ եթե Հիսուս Քրիստոսին ունես, կյանք ունես, եթե չունես, կյանք պետք է չտեսնես։ Վերջացավ, այն մնացած ազգերը արդեն կոտորված են, մենք տեղյակ չենք, մենակ այն մարդու բախտն է բերել, որ բախտի բերնալ թե պատում քրիստոնյա է։ Ինքը պետք է ինչ էգո ունի իր մեջ, շնորհակալ եմ Արարիչ, որ դու մեզ ընտրեցիր, մենք քո որդին ճանաչեցինք, մենք փրկված ենք, մնացածներն էլ ինչ մեղք են, այդքան քարոզենք, թող փրկվեն։ Սևակ ջան, թույլ կտաս մի բան ասեմ։ Իհարկե Դավիթ ջան, հենց դրա համար էի խոսում, մի բան վերջի քո նախադասության հետ կապված, որտեղ սխալ ընկալում կա կարծում, դրա համար փորձեցի իմ խոսքս ասել, երբ Հիսուս ասում է նմանատիպ խոսք ու ընկալում է շատ սխալ, այդ սխալ ընկալումն է պատճառը, որ բերում է նրան, որ շատ մարդիկ փորձում են այդ նմանատիպ խոսքերի հիման վրա իշխեն դիմացինին կամ դիմացիներ սխալ ընկալելով փորձում են թեկուզ չընդունել, որ գրքում այս բան կարա գրված լինի կամ այսպես խոսք կարա ասված լինի, բայց մենք այս մի քանի հանդիպման ընթացքում հասցրել ենք խոսել Քրիստոս հասկացողության մասին, ոչ թե անձի, այլ հասկացողության մասին, իսկ մարդու ներսում ունենալ Քրիստոս, որի մասին խոսում է Հիսուս,
կամ երբ որ Հիսուս ասում է ով որ կբարձրացնի իմ անձը իր մեջ, ես որ մոտ չէ, նմանատիպ բան, իմ անձը իր մեջ ի նկատի ունի Քրիստոսի լույսը, ով իր մեջ կբարձրացնի, որով իրոք իր առաջ տիեզերքի արարչի դռները բաց է, այսինքն էներգիային միանալու ճանապարհը բաց է, դա ի նկատի ունի Հիսուս եւ պատահական չի, որ այդպես ասում է, գուցե որոշակի բառերով փոփոխության է ենթարկվել ավելի ընկալելի է մեզի կամ ավելի հասուն բառեր են մեզի հասել, գուցե այդպես է ասել, սակայն այդ խոսքը ի նկատի ունի կամ նշանակություն նա է, որ ով իր ներսում քրիստոսական Քրիստոսի լույսերի գիտակցությունը կարթնացնի, հոր դռները իր առաջ բաց կլինեն։ Դա ամենևին վատ բան չի, սխալ բան չի, դա հենց նրա մասին է, որ պետք է մեր մեջ մեծացնենք այն գերագույն սերը եւ գիտակցությունը ոչ թե ատելությամբ զբաղվենք, թե որոշակի աստվածների, որոշակի մարդկանց կամ կրոնների կամ չորաղանքների հանդեպ, այլ փորձենք վերածվել լույսի, այն փոքրիկ լուսամփոփի պես, որը մի մեծ մոտ սենյակի մեջ ընդամենը վառում ես ու ամբողջ մի տարածություն իր փոքրիկ այդ չափսերով լուսավորում է։ Եվ այդ լույսի շուրջ հավաքվում են թե կենդանիներ, թե մարդիկ եւ ուզում են հավաքվել լույսի շուրջ։ Հարցն է, մենք մեր մեջ կարող ենք այդ լույսը արթնացնել, վառել, թե չենք ուզում, թե մենք սպասում ենք, որ կողքից ինչ որ մի լույս պիտի լինի եւ մենք կենդանիպես փորձենք մոտենալ այդ լույսին։ Քրիստոսի խոսքը հենց դրա մասն է, որ ձեր մեջ պետք է արթնացնեք լույսը։ Իսկ մնացածը թե ով ոնց է մեկնում եւ ինչ ձևով է փորձում դիմացին թմբիրի մեջ բարել մտածված չմտածված գիտակցված թե անգիտակցորեն, դա արդեն ամեն մեկի խնդիրն է։ Ամենայն դեպս կարծում եմ, որ մեր հանդիպումներում այդ խնդիրը պետք է դրված լինի կողքի, ամենայն դեպս ինքս դնում եմ կողքի եւ պետքա փորձենք արթուն ձևով նայել, դիտարկել, որովհետեւ այդ գրքերում հիմնականում ավելի շատ հանված է, քան ավելացված, շատ փոքրիկ դրվագներ կան, որ մի փոքրիկ փոփոխություններ են ենթարկել, որի մասին արդեն խոսել եմ։ Մենք ավելի կարևորում եմ դեռ եղածը փորձել ճանաչել, իր թաքնագիտական շերտերը գտնել, որոնք կօգնեն նաև պակասը լրացնել։ Իսկ անգիր անել համապատասխան գրվածքները եւ անգիր արած փորձել մեկնել, դա միայն շեղմանատան է, եթե մեր միջով չենք հասկացնում, մեր այրան միջով չի միանում մեզ, ինքը մեր մարմնի մի մասի չի դառնում, այդ հոգու մի մասի չի դառնում, ցանկացած գրվածք սնունդի պես, եթե չի լինում այդպես, այդ դեպքում անիմաստ է, թե ժամանակ կորցնելը, թե մտածելու դրության առակի պես կարելի է վայելել ամեն մի բան, ավելի կարևորը կլինի, քան թե գիտելիքներ ձեռք բերելը համապատասխան։ Շնորհակալ եմ, Դավիթ ջան, այսօր որտեղ նաև թյուր մտայնություն կա, երբ որ մենք նաև խոսում ենք աստվածաշնչյան որոշ կեղծիքների մասին եւ ավելացրած, պակասացած, որտեղ մի ժամանակ նա քաղաքական պատվեր է եղել եւ թագավորների կողմից անգամ, ու որտեղ չխորանանք, բոլորս էլ գրեթե ինչ որ չափով գիտենք, չնայած շատ մարդիկ կան, որ չէ, կուրորեն ֆանատի պես ընդունում են դա սրբության սրբոց ճշմարտության ճշմարտություն, միշտեղ եթե մինչև անգամ նա ճշմարտություն եղել է ինչ-որ պահի, ապա մեռած ճշմարտությունը այժմ կենդանի ճշմարտության թշնամին է, նույնիսկ մահացու թշնամին ես կասեի, որտեղ իրենք ժամկետանց դեղեր են, ուղղակի այս խորհուրդները հասկանանք, որ այն մարդիկ, ովքեր դեռ ֆանատիկ կերպով կարճել են այդ տրիդե իրականությանը, չեն ուզում այս 4-5-ը տեսնեն, մնացել են այդ հին աշխարհի ընկալումների մեջ եւ չեն ապրում պրակտիկորեն եւ իրենց կողքիններն էլ չեն ապրեցնում, իրենք դժբախտ են գնում։ Սրա մասին է նաեւ քննվում եւ ընդունում են այդ ճշմարտություն, մենք բոլորս իրենց առաջ սատանայից ենք, շեղված մոլորված ենք, ապա միայն նրանք են ճշմարիտ, իսկ տեսեք Էգոն իրենց արդեն կերել է, իրենք մտածում են, որ վերջ իրենք են ու վերջ։ Ասում է, չէ՞ որ այնտեղ Հիսուս ասեց, ես եմ ճանապարհը, ճշմարտությունը, կյանքը, ոչ մեկ հորմոտ չի գա, եթե ոչ ինձանով։ Ուրեմն պետք է Հիսուսին պաշտենք, Հիսուսին երկրպագենք, Հիսուսին ընդունենք, ասում եմ, բայց չէ՞ որ այդ նույն Հիսուսը կռապաշտության դեմ էր կռիվ տալի։ Դու այսօր ինքը ինչի դեմ խոսած վեկալակ իրան հենց դա սարքեցիք։
Հիսուսին պաշտելով գիտելիքա գալու քո մեջ, Հիսուսին ծառայել երկրպագելով դու, ոնց որ ես հիմա գնամ մի հատ սպորտի տրիների սկսեմ պաշտել ու երկրպագել, ես դրանից մկաններ եմ ձեռք բերելու, ես դրանից սև գոտի եմ ձեռք բերելու, դառնալու եմ չեմպիոն։ Դուք հասկանում եք ինչ է կարել, Կրոնը թաղեց ուսմունքը, Կրոնը գողացավ ուսմունքի փառքը եւ ինքը այդ սլոյով ծածկեց ուսմունքը, որ դու չխորանաս, շերտը չտնաս եւ դու ընդհանրապես խաբվես օվկիանոսի փրփուրին որպես մարգարիտ։ Այ միայն համարցակները կնետվեն օվկիանոսի հատակը եւ կգտնեն այդ մարգարիտը, որովհետեւ չփնտրող մարդու համար, ծույլ մարդու համար կրոնը մակերեսային լավ է, բավարարիչ է, այդ տավելային վերցրու տենց գնա, տենց չի լինում։ Պետք է քաղես, դու պետք է ձգտես դրան հասնես, հենց այնպես ոչ մեկ քո ձեռքը չի բերելու տա։ Այ ցավը սա է, որ Հիսուս այդ խոսքերը իրանք այդ ձև են անցալել։ Կարծում են, որ եթե պետք է գամ, Հիսուսին պետք է պաշտեմ, իր թափած այրանը հաղորդ լինեմ, եկեղեցիներով հաղորդություն ստանամ, Աստվածաշունչ ամեն օր պետք է կարդամ, ծոմ պահեմ, պասպեմ, աղոթեմ, մեղքեր չգործեմ, մարմնի բաներ չանեմ, որովհետև սա սատանայից է։ Այսինքն, տես ինչ արեց կրոնը, էլի, 2000 տարի մարդու ոնց դեգրադացվեց, որ երբ որ իրեն տեսնում ես, իր վիբրացիաները եւ ինքնագնահատականը սարսափելի ցածր վիճակում է, եւ նա այդ խելքով եւ այդ վիճակով ինչ Աստծո մասին է երազում, երբ որ տված դրախտը դու չես գնահատում քո շուրջը եւ դու արդեն քո նեղվածությամբ եւ քո վիբրացիաներով այն սարքել ես դժոխք ես համար, երկրորդ դրախտ ես ուզում Աստծուց։ Այս նրա մասին է խոսքը, էլի։ Դու ես դրախտը չտեսար չգնահատեցիր, երկրորդ դրախտ ես ուզում։ Սևակյան, սա մի նախտասությամբ փորձեմ սահմանափակել այս հատվածը, համամիտ եմ, որ Հիսուսը ինքը հակակրոնական էր, նույնիսկ այս բառով կարող եմ ասել, այսինքն կրոնը ինքը սահմանափակ որոշակի առումով հոգևոր քաղաքականություն է ներկայացնում, իսկ Հիսուսի քարոզները կամ խոսքը իրենցից անսահմանության դեպի անսահմանությանը ճանաչողությունն էր քարոզում Հիսուսը, այսինքն անսահմանություն խոսքը, իսկ կրոնը ինքը սահմանափակ տեքստեր են իրենց ներկայացնում եւ Հիսուսը հենց այդ անսահմանի խոսքը կոտրելու համար ամենալավ գործիքը դա իրեն վերածելն էր կրոնի եւ ասեմ ավելին, քանի որ ինչքան էլ հերյական համայնքից բավական հեռու էր գտնվում Հայաստանը, բայց Հայաստանը շատ ավելի արագ եւ ուժեղ սկսեց զարգանալ, որովհետեւ լուրերը հասնում էին եւ ավելի մեծ ճանաչողություն սկսեցին ձեռք բերել այս տարածքներում Հիսուսի տված գաղափարների շուրջ եւ պատահական չէր, որ ստեղ մեծանալով ուժը ամեն ինչ արվեց, որ ստեղ առաջին հերթին կոտրվի Քրիստոսի այդ անսահմանի գաղափարը, դրա համար այս երկրում առաջին հերթին ինքը վերածվեց կրոնի, որոշակի ճանապարհների կամ որոշակի անձանց գործողության հիման վրա, բայց այդ մասին չխոսենք, մի բան կցանկանամ ասել, որ Իդեմս լուսավորիչի, այո։ Մի բան կցանկանամ ասել, որ ինչ ունենք, որովհետև դա առաջի դեպքը չի, ցանկացած հավատալիք մի օր վերածվել է կրոնի, դա ընթացք է, որը այդպես է լինում, բայց հիմա ինչ ունենք, նաև պետք է որոշ առումով գոհանալ, որովհետև նույն այդ կրոնի միջոցով փոխանցվեց մեզ թե Հիսուսի պատմությունը, թե նման գեր մարդու խոսքերն ու պատմությունը, եւ այդ կրոնի միջոցով թե իմ անձը, թե դու, թե շատերը նույն եկեղեցի հաճախելով, նույն այդ գրքերը ընթերցելով, եկանք հետո հասկացանք եւ կամ հասանք մի բանի, որ այնտեղ այնքան էլ այնպես չի քարոզվում կամ մեկնվում, ինչպես որ գրված է, եւ շատ անգամ մենք մոլորվել ենք, բայց չգնահատել այն աստիճանը, որի վրա ոտքդ արդեն դրել ես եւ սկսել ես բարձրանալ եւ այդ աստիճանի այդ բարձրաբանդակը հետ է մնացել քեզանից կամ ներքևում է գտնում եւ իր ներկայությունը չգնահատել, արդեն մի քիչ առողջ չեմ կարծում, որովհետեւ մի օր էլ պետք է հետ իջնենք եւ նորից իր վրա ոտքը դնենք, գուցե կարիք լինի հետ իջնելու, դրա համար ամեն ինչ պետք է գնահատել իր դերում եւ շատ մարդիկ կան, որ դեռ այդ աստիճանի կամ աստիճանաբանդակի վրա են կանգնած
նորմալ է, մի օր էլ իրանք կբարձրանան վերև եւ գուցե սկսեն քննադատել այդ ներքևի իրանց ոտք դրած հատվածը, դա էլ իրանց կողմից առողջ չի լինի։ Համենայն դեպս շատ կարևորում եմ, որ ցանկացած գնացած ճանապարհ եւ այդ ընթացքին հանդիպած ցանկացած խոչընդոտ գնահատել կարողանանք, որովհետև կա մի շատ կարևոր գիտակցություն, որ երբեք հարմարավետությունը կամ կոմֆորտը մեզ օգտակար չի, նույնիսկ մեզ հակառակորդի դեր է տանում մեր համար, մեր առաջընթացի համար, քանզի մեր համար ստեղծում է պայմաններ, որ մենք մեր համար հանգիստ մնանք ու չուզենանք առաջընթաց ապրել։ Իսկ դժվարությունները մեր համար ուսուցիչներ են, որտեղ իրանք օգնում են մեզ հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարենք, եւ իրանք պատրաստ են հաղթահարվեն մեր կողմից հանուն նրա, որ մենք իրա վրա ոտք դնենք ու բարձրանանք։ Այնպես որ կարծում եմ պետք է նայել, գոհանալ եւ սովորել նույնիսկ այն, ինչը կարելի է չանել, եւ ամենուր սովորել առաջին հերթին ինքներս մեր համար եւ օրինակ լինել դառնալով լույս կողքինների համար։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, ես հենց համաձայն եմ քո ասածի հետ, այո, կրոնը ինքը եւ ցանկացած բան այս կյանքում խթանիչ է հանդիսանում, որպեսզի մարդու միտքը աշխատի։ Ինչպես ասում է Պարուլ Սևակը, ցավն է հաճախ առաջ մղում, երբ որ դու զգում ես, որ ինչ որ բան այն չի եւ գնում ես փնտրելու, այսինքն ոչխար վիճակից կոպիտ ասած դուրս ես գալիս, գոնե այծ ես դառնում, որը առաջնորդի խորհրդանիշն է ստանում, ինքն է գնում։ Ինչի, որ Քրիստոսն ասաց, կորած ոչխարները մեկը գնում է, կորում է, 99-ին թողում է, հովիվը գնում է կորածի հետևից։ Դա այն կորածն էր, որ հասկացա, որ հոտի մեջ չի ուզում մնա եւ գիտակցություն աճեցրեց։ Գնաց ինքնուրույն ինքն իր գլխի ճարը տեսնելու, հովիվը նրա հետևից է գնում։ Ասում հազիվ այսքանի մեջից մեկը խելք հավաքեց։ Կարելի է թամ իրան սովորացնեմ ինչ-որ պետք է, այն հոտը կմնա որպես հոտ։ Հիմա սրա մասին է նաև խոսքը, ես ընդունում եմ, եթե կյանքը քեզ տվել է լիմոն, փորձի դրանից լիմոնադ ստանալ։ Ցավը այն է, ինչը որ ասում է Պաուլ Սևակը, ցավն է հաճախ առաջ մղում, այդ ցավը այնա որ մարդիկ մնում են դրա մեջ, ուղղակի մնում են կախյալ այդ էգրեգորների մեջ, ասես զուբրի տարած անգիր արած կպտում են ու ապրում են վախերով։ Իրանց ներսը արդեն լիքն է վախերով։ Իրանց ներսը դժոխք է, բայց իրանք այդ մասին չգիտեն, ինձ թվում է իրանք Աստծուն են կարևորը ծառայում, կմտնեն Տիրոջ հանգիստը, բայց ինչ վիբրացիաներով դու պետք է գնաս այն աշխարհին, արդեն քո այդ շփվելու ստեյնում եմ քո մեջ ինչեր կա։ Ու դու կարծում ես այնքան էգոյա իրանց մեջ նստած, իրանք կարծում են մենակ իրանք են գնալու, այն չինացիները, ճապոնացիները, ովքեր որ չունեն Հիսուսին, չունեն այս կրոնը, չունեն Աստվածը, վերջացա, բրծավ, իրաց դատաստանը գրված է արդեն, որտեվ այնտեղ Հովանեսը ասել է, ով որ Հիսուսին ունի կյանք ունի, ով որ չունի մեռավ բրծավ։ Դե այսպես են սարքում կրոնը եւ տալիս, հենց էսա ցավ որ դու մնում ես այդտեղ կապած ու չես գնում խորքը ճանաչելու։ Թե չէ ես հարգում եմ կրոնը, այո, այդ կրոնը որ չլիներ, ես չէի գաս ճանաչողության։ Շնորհակալ եմ Դավիթ ջան եւ քանի կրոնից խոսեցինք, այնտեղ նաեւ հատված կա, որ կրոնից ընդհանրապես հանված է ռեինկարնացիայի գաղափարը, միշտեր մեր դիտորդներից մեզ հարց են տվել ռեինկարնացիայի մասին, թե արդյոք ռեինկարնացիան գոյություն ունի եւ ինչ է այն իրենից ենթադրում եւ որն է այդ ռեինկարնացիայի իմաստը, վերամարմնավորման իմաստը, ինչու՞մ է կայանում։ Քանզի նույն հենց կտակարանում ասում է մարդուն սահմանված է մեկ անգամ մեռնել, որից հետո դատաստան։ Այսինքն այս 50-60 տարին ապրար, խելքի եկար, չէ, վերջացավ, դատաստանը գրված է հավիտենական կորուստ։ Դժոխք, ծծումբով այրվող կրակելի շպրծավ, նույնիսկ որ քանի շուտած թափեք Հիսուսին ընդունեք Տեր ու Փրկիչ, փրկվեք։ Այդ ռեինկարնացիան տեղից հանվեց։ Միշտեր Քրիստոսը խոսել է ռեինկարնացիայի մասին, ես դա վստահ եմ, այնտեղ էլ հատվածներ կան այդ մասին։ Այս դե քանի որ Սուրբ Գիրքը չի կարենք իրան հակասի, իրանք ընդունում են եբրայեցիներին, թե թեսաղոնիկեցիներին ուղղված այդ հարցն է, չեմ հիշում կոնկրետ, որ մեկ անգամ է մարդուն սահմանված մեռնել, որից հետո դատաստան։ Իմ եթերներում անդրադարձել եմ դրան, դա ուրիշ բան է իրականում։ Այո, այս մարմնով դու մի անգամ ես մեռնում։ Ճիշտ է, դու հաջորդ անգամ դու չես գալի ես հենց նույն մարմնով, բայց ոչ թե դու մի կյանք ունես։ Այս դրա մասին է խոսքը։ Սա էլ սխալ ինտերպրետացիաների զոհ դառավ, ուղղակի ռեինկարնացիայի մասին շատ են հիշատակվում, կուզեմ դրան էլ անդրադառնանք, մեր դիտորդներին եւս հետաքրքիր կլինի կարծում եմ։ Նո տվյալ հարցը տվողին։ Պետք է խոսեմ աստղ։ Իհարկե, Դավիթ ջան, սիրո։ Նախ ինչ վերաբերում է Հովհաննեսի ասացին, որ դու ցիտեցիր,
դա ամենևին ես հատվածը մի հատ ասեմ, անցնեմ առաջ, կապ չունի ամենևին ազգությունների հետ, որտեղ Քրիստոս հասկացողությունը ոնց որ գիտենք, ինքը ներքին լույսի աճի գաղափարն է, որը նույն Բուդդան այդպես նշանակում է, եւ այլ դա կապ չունի ինչ ազգ է, ով որ ներսում այդ լույսի աճը ունի, ուրեմն ինքը նորից կրկնվելով ասեմ, հավերժի լույսին միանալու հնարավորություն ունի։ Քրիստոսը Ապրես, խոսքը դրա մասին է, ուղղակի այնտեղ մի քիչ ուրիշ ձև է անցալվում, դե հիմա դա դնենք կողքի եւ ով ուզում է թող մնա ճահճի մեջ, դա արդեն ամեն մեկը ինքը պիտի որոշի ինչքան է իրեն դուր գալիս այդ ամեն այդ ճահճի մեջ մնալը։ Ինչ վերաբերում է վերածնունդներին, վերածնման գաղափարին, որ օրինակ կառնացիա ենք ասում, կփորձեմ Հիսուսի վերած օրինակները մեջ բերել, որը ուղիղ խոսքով ներկայացված չի, բայց երբ որ նայում ենք այդ գործողությանը եւ ասած խոսքին, ամբողջը դրա մասին է խոսում։ Հիմա օրինակները կբերեմ։ Օրինակ, նախ ինչ վերաբերվում է նրան, որ մարդ մեկ անգամ է ծնվում, այո, ինչպես դու ասացիր, մեկ անգամ այս մարմնի մեջ ենք ծնվում։ Եվ Հիսուս օրինակ ասում է. «Մինչև չմեռնես եւ նորից չծնվես, չես ճանաչի առաջականը եւ այլ նմանատիպ ինչ որ մի խոսք ունի»։ Հարց. ինչպես պետք է մահանանք եւ նորից ծնվենք։ Գիտաշակերտներն են այդ հարցը տալիս եւ Հիսուսը ամենայն դեպս գրքի մեջ այդպես է տրված, որ մեկնում է այսպես. «Մինչև մարմնական այդ քո գաղափարի մեջ չմահանաս, չծնվես հոգու դաշտում, դու չես արժանանա»։ Ինքնաճանաչումն է եւ այդ սերմը մինչեւ հողի մեջ չմեռնի, պտուղ չի տա։ Նույն ձևի սերմն է, չէ՞, հողի մեջ ինքը մեռնում է, նոր ծիլ է տալիս։ Անպայման։ Այդ օրինակ Ամբողջ խնդիրը գիտես որն է։ Այս առաջի օրինակը եւ Հիսուսի խոսքը ասելով անցնում հաջորդին, որոնք վերջում երբ որ կապում ենք իրար, հասկանում ենք, թե ինչ էր ասում Հիսուսը։ Վերցնենք բույրի բուժման դրվագը, որը շատ կարևորում է, երբ Հիսուսին ասում են, այս մարդը կույրեր իծնե եւ ում պատճառով էր, ում մեղքերի պատճառով էր կույր ծնվել, իր ծնողների մեղքերի, թե իր մեղքերի պատճառով էր կույր ծնվել, Հիսուսի պատասխանն է լինում այսպես. ոչ իր մեղքերի, ոչ ծնողների, այլ Աստծո գործը ապացուցելու համար։ Ինչի է այդպես ասում, նմանատիպ գիտակից, գերգիտակից մարդը, այն դեպքում, եթե չկար վերածննդի գաղափարը տիեզերքում, այդ դեպքում պետք է ասել, ինչպես կարա ինքն իր մեղքերի պատճառով ծնվի, եթե մարդ մի անգամ է ծնվում, որտեղ պետք է մեղք գործած լինել, ամենևին այդպես չի ասում Հիսուս, այլ ասում է ոչ ծնողների մեղքերի, ոչ իր մեղքերի։ Դրանով իսկ ցույց է տալիս ինչ, որ տվյալ մարդը իր անցած կյանքերում այնքան բարձր վիճակի է հասել գիտակցական, որ արդեն այս կյանք գալուց առաջ որոշակի ծրագրով է եկել, որպեսզի հանդիպի Հիսուսին եւ ինքը կույր է լինելու եւ Հիսուսը պետք է բժշկի իրան, որպեսզի Աստծո ոնց որ գործը ապացուցի։ Պարզ Հիսուսը ասում է այդ մասին, ասում է եկել է այսպես Աստծո գործ ապացուցելու համար։ Իսկ նման ծրագրով գալիս է միայն այն մարդը, ով իր կյանքերի ընթացքում արժանացել է հանուն նման բարձր էներգիայի գործ ապացուցելու համար նորից վերածնվելու։ Իսկ եթե մենք դա չենք ընկալում, ընդամենը Հիսուսի ասածը ուղղակի անհասկանալի ինչ-որ մի բան է։ Ամենայնպես ինքս այն համոզման եմ, որ Հիսուսի ամեն մի խոսք այնքան բարձր նշանակություն ուներ, որ չէր կարող ուղղակի տենց ինչ-որ պատասխան տար։ Միանշանակ։ Հիսուս նմանատիպ որոշակի դրվագներում էլի խոսում է վերածնունդների մասին։ Հիմա գուցե շատ անգիր այդպես չհիշեմ մեջ բերելու համար, բայց եթե ուշադիր ընթերցողը կամ ունկնդիրը ցանկանա, կարող է ընթերցել եւ դուրս գրել եւ հարցի տեսքով նույնիսկ կարող է բարձրացնել։ Հիսուսը շատ լավ գիտեր թե վերածնման գաղափարը, թե պատճառները,
Այս դա վտանգավոր է, այո։ մեկ անգամ ենք ծնվում եւ տվյալ ժամանակում շատ կարեւոր է հնարավորինս մեր բարդ ու պահանջները, մեր գիտակցությունը արթնացնել եւ բարդ ու պահանջները տարանցած կյանքերում կուտակած։ Այո, մենք Նույն Հիսուսի այն մյուս առակով, երբ որ հարսները դուրս են գալիս փեսուն դիմավորելու ճրակներով, մի քանիսը իրենց մոտ ունենում են յուղ, ոնց որ վերցրացա, յուղ են ունենում, իսկ մյուսները յուղ չեն վերցրացնում, երբ իրենց ճրագի լույսը անջատում, մյուսներից յուղ են խնդրում, մյուսները ասում են ոչ, գնացեք բերեք, որովհետև սա մեզ չի հերիքի, մինչև նրանք գնում գարսեն, արդեն փեսուն դիմավորած են լինում։ Առակն ինչ կցուցանի, որ ամեն մարդ առաջին հերթին պետքա փորձի ինքը իր ճանապարհը հարթի, հույսը չդնի կողքինի վրա, պետք է սովորել կողքինից, անպայման պետք է սովորել, բայց ոչ թե հույսը դնես եւ սպասես, որ քո փոխարեն ինչ-որ մեկը քո ճրագի յուղը պիտի տաքես, ոչ, չի կարելի, ցանկանաք այդպես արեք, բայց առաջընթաց չի լինի։ այստեղ այն խոսքն է, ապրես շատ Դավիթ ջան, որ ասում է եղուն գունես գլուխդ քորի, դա շատ կարևոր է, որ մարդը ինքն արարել սովորի։ Դա ոչ թե պատժելու համար է մարդուն, այլ ցույց տալու համար, որ այն ամենը ինչ դու կողքն ես փնտրում, քո ներսում արդեն կա։ Եվ ես իմ հաղորդումներից մեկում ասացի, որ այդ առակը դուք Ժողովուրդ ջան սխալ եք հասկացել, որ ասում էր փեսան պետքա գա եւ հիմար կույսերը գնացին, չդիմավորեցին, բոլորը այդ առակը սпасելն է, որ այս վերջին օրերում Քրիստոսը պիտի գա, Փեսան Քրիստոսն է, հարսը եկեղեցին։ Այ այն մարդիկ, ովքեր հավատից սառել են, հանկարծ կարող է այլափոխվեն, գնան բուդդայական ճանապարհներով, վեդայական ճանապարհներով, այդ հիմար կույսն է, Քրիստոսը կգա ու դու հիմար կույս կլինես, դուրս կդրվես, որտեղ ավետարանին հավատարիմ չմնացիր, Աստվածաշնչին հավատարիմ չմնացիր ու քեզ Քրիստոսը քնած կտավ։ Այսինքն հիմար կույսի պես կտավ ու ինքը կտանի իր կույսերին, դու կմնաս այդտեղ։ Այս են սխալ ինտերպրետացիաների զոհ դառա միշտեր այդ առակի խորհուրդը միայն այն է, որ դու քո լույսով ես գնալու այն ճանապարհը, որտեղ դու գնում ես, դու պետք է քո լույսով գնաս այդ աշխարհը։ Այս է, որ դու պահիր քո լույսը։ Օրինակ այսօր շատերը մեդիտացիաներով դիսկավորում են իրենց մարմինները կամ ինքնաճանաչ լինելով ակտիվացնում են հենց այդ Քրիստոսա լույսը իրենց ներսում, այսինքն 2 վատ հզորության լույս ես, դառնում ես 3 վատ, 4 վատ, 5 վատ, ինքդ էներգիասանություն քեզ տալով, կեզրաճանաչ լինելով, համատեղելով եւ հոգեվորը մարմնավորը առանց մեկը մեկից բացառելով։ Գնում ես առաջ։ Այս սրա մասին է այդ առակի խոսքը։ Բայց տես դարերի ընթացքում սխալ քարոշչա մեքենայի զոհ դառնալով, հավատացիաների գիտակցության վրա Նիկողայոսյան գործերով տիրելով, բռնագրավես գիտակցությունը եւ մարդիկ դրա համար այսօր մեր նմաններին տեսնում են սատանայից, տեսնում են, որ մենք չար ենք, մենք եկել ենք այն գայլ գառան մորթովներն ենք, սուրբ մարգարեներն ենք, եկել ենք իրաց խափենք, մոլորեսնենք, սուրբ գրքից հեռացնենք։ Այդ չեն հասկանում, որ հիմա մենք վատամարդ ենք լինում, որ դուք լավամարդ դառնաք։ Ճանաչեք այդ թացուն չորը իրապես սրտով ապրեք, էլի, թե չէ, ինչա ձեր մեր այս վիճակը ամեն ինչ վախեր, կասկածներ, կյանքից ոչ հաճույք եք ստանում, ոչ տալիս եք, ոչ վերցնում եք, բույսի պես ապրել։ Ես սրա համար եմ որոշել եթերներ դուրս գալ եւ որտեվ արա այն ինչ կուզես քեզ անեն։ Ես ինքս ուրախ կլինեի, որ ինձ գան, ենթադրենք ես մի թռչուն եմ վանդակում փակված, բայց շատ եմ ուզում իմ թևերը ճանաչեմ, եւ մի հատ բարի քերի գար եւ ինձ ուղակի հանի վանդակից, ասի թռի։ Ես կարծելով որ դա լավ բան է, ուզում եմ արկանց էլ անեմ։ Ու իրանք էլ ճախնեն, որ հասկանա, որ թռչունի թևերը թռնելու համար է, ոչ թե վանդակում ապրելու։ Այս սրա մասին է խոսքը, Դավիթ ջան, շնորհակալ եմ, շատ ապրես այդ Արարիչի կամքով, որ հենց այդ առակին անդրադարձանք։ Եվ նաև ռեինկարնացիայի պահով, այո, Հովանեսի պահով էլ ասում, որ ասում է Հովանեսը այն նույն Եղիա մարգարեն էր, որին դուք սպանեցիք։ Այո։ Բայց էլի սխալ քարոզչության զոհ դառավ, ասեն ինչպես Դավիթ ջան։ Այնտեղ քարոզիչները ասում են ոչ թե նա Քրիստոս նկատի ուներ ռեինկարնացիան, այ որ Հովանեսը նույն Եղիայի նախանձավորությամբ էր Աստծո ճանապարհները պատրաստում։ Իբր ինչպես Եղիան էր այն ժամանակ հավատարիմ Աստծուն տես ծառայում էր, Հովանեսն էլ իր նախանձավորությամբ այդ նույն Աստծո ճանապարհները հարթում էր։ Դա է նկատի ունեցել, թե չէ ոնց կարող ասում Սուրբ Գիրքը հակասիրան, չէ որ այնտեղ ասում մեկ անգամ են մեռնում, որից հետո դատաստան։ Այսինքն սա շովինիզմի ժանր է, ինչ ասեմ։ Գոհչան, ուղղակի մարդկանց գուցե ձեռ չի տալիս այդ տարբերակը։ Իլյուզիաները ավելի հարմար է, հա, մարդիկ համար։ Գիտես, խնդիր կա, որ երբ որ մենք սովորության մեջ ենք գտնվում եւ սովորում ինչ որ մի բանի,
չենք ընդունում նորը, չենք սիրում ընդունել նորը։ Մենք պետք է սովորենք նորն ընդունել, պետք է գիտակցենք, որ մենք նորածին տարիքում չենք, մի նոր տարիքում ենք եւ ամեն օր ուզած նոր ընդունում ենք, նոր հագուստ ենք հագնում, չէ՞։ Նոր տարածք ենք մտնում, ընկերներ ենք ձեռք բերում, նոր աշխատանք։ Եթե այդ նորը ամեն օր բնականon ձևով տեղի է ունենում, դա նշանակում է, որ պետք է Լճացում գիտության կա։ մեջ էլ նոր փորձենք վերցնել, չեմ ասում ոտնահարենքին է, հնի վրա նորից աստիճանի օրինակով ոտքը դնելով բարձրանալ եւ նոր տարածքներ գրավել։ Իսկ եթե չենք ուզում եւ ցանկություն ունենք մնալ նույն տեղում մի աստիճանի վրա եւ ներքևից նայել բարձունքում կանգնածին, կամ ընդհանրապես մի աստիճան ներքև նայել քեզնից ներքև գտնվողին ու քեզ այդտեղ լավ զգաս կոմֆորտի դաշտում, պատրեմ կամքը ցանկացողին նա, ամեն մեկը թող ինքը որոշի, բայց այդտեղում մնալով երբեք դու չես կարող վերևի հաճույքի մասին խոսել կամ վերևից նայած տեսադաշտը նկարագրել։ Ընդամենը վերևի կանգնողը կարող է քեզ ցանկացած բան ասել եւ դու հավատալ, թե իբրև ինքը ինչ է տեսնում վերևից, բայց գուցե դու հելնես վերևից նայես ու ոչինչ չտեսնես այն ամենը, ինչ որ քեզ պատմել են, որտեղ ամեն մեկին այլ ձևով է երևում շատ բաներ։ Նույնիսկ մեր մի աշկը մյուսի պես չի տեսնում։ Սովորական այ մեր զրույցների ժամանակ մեկ-մեկ ես էլ հետևում եմ հաղորդագրություններին, ընդհանրապես պարզ զրուցում ենք եւ այդ պարզ զրույցները սովորական չի ընկալվում։ Բա ինչ ենք ուզում։ Պետք է նորմալ նայենք, որ Հիսուսի խոսքերը խի չի ընկալվում, որովհետեւ ընդհանրապես զրույցների ժամանակ մարդիկ այնպես մեկ-մեկ հարցեր են գնում, որ հասկանում ես, չգիտեմ, գուցե շատ բարդ ենք խոսել կամ Տենց շատ էլ է լինում։ ներկայացրել, որովհետև մարդիկ դեռ կարճած են իրենց սովորույթներից, սովորած խոսքից, սովորած մտքից։ Հին ընկալումների մեջ են, այո, հին Դա նորմալ ընկալումների է։ են։ Ինչպես ասում Իդեպ են նոր գինին, հին տիկերի մեջ չես լցնի, կպայթի։ Այս է ամբողջ Իդեպ խոսքը։ արդից օգտվելով այսօր մեր հանդիպման, մեր անցած հանդիպման ժամանակ գուցեև շատ հայրենակիցներ մի փոքր իրանց դուր չի եկել մեր այն խոսքը, որ հայրենիքից դուրս ապրողներին է վերաբերվում կամ Արցախ վերադառնալու հետ կապված խոսեցի, ասեմ, որ անձամբ ինքս իմ տեսանկյունն ասեմ, իմ կարծիքը տեսնում եմ այն ճանապարհը, որ մի օր մեր հողերի տերն ենք դառնալու, տեսնում եմ այն ճանապարհը, որ դրսից մեր լուսեղեն, իրոք լուսեղեն, հզոր հայ տեսակը վերադարձ անելու ստեղ, լցվեն հողերի դանսերունքներով, որովհետև պետք է խնդրեմ, որ եթե լսում են դսելու են ինձ, հանկարծ չընկալեմ, որ ես իրենց քննադատանքով եմ նայում, այլ հակառակը իրենց տեսակը պակասել է այս երկրից։ Խնդիր կա, որովհետև մեր երկրում իրոք շատ քիչ գիտակից մարդիկ են մնացել, իսկ ամբողջ գիտակից մի մեծ մարդկայի քանակ դուրս է գնացել եւ հայրենիքից դուրս է ապրում։ Գուցե մի քիչ էլ թույլ գտնվելով եւ չդիմանալով ներսի դժվարություններին, բայց եկեք թող լսողներին հարց ուղղեմ։ Եթե կլսեք եւ ձեր մեջ մի փոքրիկ անհանգստություն կառաջանա, ընդամենը ինքներդ տվեք այս հարցը. դուք դժվարությունից հաղթնող, թե դժվարություն հաղթահարող տեսակ եք, որից հետո ինքներդ որոշում կայացրեք, եք հայրենիք վերադառնաք, լցնեք ձեր տարածքները ձեր տեսակով, ձեր լուսեղեն տեսակով, թե ոչ, որովհետև իրոք ձեր լույսի կարիքը կա ստեղ։ Դրա մասին է խոսքը։ Չեմ խոսում այն մարդկանց, ովքեր գիտակցությունից դուրս են։ Այդպես ինքս տեսնում եմ, թե մեր հողերի վերադարձը, թե այդ ամենը, ինչը որ միայն աշխատել է պետք աշխատել, Այո, ամեն εμείς շարքերը ուղղակի բաց են նորից մնալ։ աշխատանքը սկսելու ենք, պետք է սկսենք մեր խոսքից, հայեցի խոսքից, գրառումներ անելուց, գրառում անենք հայատար, հնարավորինս հետևենք, որ անսխալ լինի։ Այնինչ մենք խոսում ենք հայրենիքից, բայց մտածելով որ ռուսական կրթություն ունենք, ուրեմն ռուսերեն կարելի է գրել, կամ անգլերեն, լատինատառ գրել։ Դերի խնդիր չկա, բայց չմոռանանք, որ դրանով մենք չենք հարգում մեր լեզուն։ Իսկ եթե չենք հարգում մեր լեզուն, դա նշանակում է հայրենիք կանչելը մի քիչ արդեն այդքան էլ առողջ չի, որտեղ հայրենիքի ամենամեծ պահուժը դա լեզուն է։ Դրա համար խնդրում եմ,
եթե նույնիսկ մեր հայերեն լեզին լավ չեք տիրում, փորձեք, տեխնիկան թույլ է տալիս հնարավորինս սովորել եւ գրառումներն էլ անել հայատապներեք անցած անգամվա եթերից առաջացած ազդեցությունից ուղղակի արձագանքներ կային, ոնց որ հասկացա, չէի կարող հիմա չխոսել։ Ինքս ամենայն դեպս շատ սիրում եմ, շատ կուզեմ այս հողի վրա ձեր տեսակը տեսնել ու ինքս էլ շատ կուրախանամ։ Այդքան ասելով։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, կիսում եմ կարծիքդ, այո, մեր շարքերը բաց են մնացել եւ մենք պետք է համալրվենք, պետք է համախմբվենք, ինչպես ասում են, один за всех за одного, հա, ոնց որ բոլորս մեկի համար, մեկս բոլորի, այս սրա համար եւ այո, մենք էլ ես էլ ունեմ լիք ընկերներ, անգամ քույրս, հարազատներս դրսում են, ինչը ինձ չեմ ասի, որ հաճույք է պատճառում, բայց իհարկե ես էլ իմ հոգու խորքում փափագում եմ այն օրը, որ բոլորս այստեղ միտեղ լինենք եւ կարողանանք քարը քարի վրա դնել եւ շենացնել այն երկիրը, որի մասին երազել ենք, հարկավոր է այլևս երազանքներից անցնել գործի եւ այն դարձնել իրականություն, պահը հասունացել է եւ ամեն ինչ մեր ձեռքերում է, այսքան բան եւ չսպասենք, որ ինչ-որ մեկը պետք է գա մեր համար դա անի, կլինի Քրիստոս, կլինեն դիցերը, կլինեն չգիտեմ ովքեր, ամեն մեկը ինքն է անում եւ դու ես այդ բոլորի պատասխանատուն մեր վրա թողնված ամեն ինչ, որտեղ Աստվածության լեցունությունը քո ներսում է, դու պետք է իրենց ակտիվացնես։ Մնացածը որակներ են ուղակի։ Ակտիվացնենք եւ գնանք առաջ։ Շնորհակալ եմ Դավիթ ջան։ Շնորհակալ եմ այսօրվա հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ուրախ եմ, որ այսօր էլ առիթ ունեցանք զրուցելու։ Հուսով եմ փոքրի շատ է, թեկուզ չնչին, բայց օգտակար կլինի մեր հայ դիտորդին, մեր հանդիպումները, ես ասել եմ, ես այստեղ այս եթերները որ անում եմ, թեկուզ մի մարդու համար եմ անում, ընդամենը մեկ մարդ, որտեղ այնտեղ ասում է, եթե դու մի մարդ փրկեցիր, դու մի ամբողջ աշխարհ փրկեցիր։ Մեկ մարդ եթե լուսավորվեց, մեկ մարդու մեջ այնքան հզորություն կա, որ ինքը այդ քո ասած լուսամփոփի պես ամբողջ մեծ սեյնակի խավարը կարող է ցրել։ Ես այդ մեկ մարդու համար եմ այստեղ, Դավիթ ջան, եւ վստահ եմ, որ դու ես։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Հուսով եմ նորից առիթներ կլինեն, կհանդիպենք զանազան թեմաներով զրուցելու։ Շնորհակալ եմ ես էլ։ Շնորհակալ եմ, հաջողություն, կհանդիպենք։ Ստայսուն Ժողովուրդ ջան, լավ մնացեք։ Ստայսուն Դավիթ ջան։